Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք եւ համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը։ Մասնավորապես չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը եւ անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ հանգեցրել են վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը։ Երևան քաղաքում մարտի 23-ին 25-ից 27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ին 25-ից 27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թացցյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, քամին հարավարևմտյան ուղղությամբ 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-ից 27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՆԴ-ն իր ընկերների ԱԶ-ի եւ ԳԶ-ի հետ միասին քարակաքավ որսալու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի Ջաֆարի ձոր անվամբ հայտնի տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով ապօրինի որսացել է Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս։ Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 3 մարդ, եւս 4-ը վիրավորվել, այս մասին ՏԱՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ իր աշխատակիցները փրկել են 19 մարդու, այդ թվում 5 երեխայի։ Մինչ այդ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող 9 հարկանի բնակելի շենքում։ Հրդեհի օջախը Նիկոլոյամսկայա փողոցում գտնվող շենքի երկրորդ հարկում էր։ Իրանի մայրաքաղաքում հզոր պայթյունների շարք է որոտացել, որոնց մասշտաբն ու ուժգնությունը ըստ Ալ Ջազիրա արաբիկի թղթակից Սուհայբ Ալասայի աննախադեպ են։ Հատկապես հզոր հարվածներ են հասցվել քաղաքի արևելյան հատվածին, ըստ նրա տվյալների տեղի ունեցող իրադարձություններին ի պատասխան գործի են դրվել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Նշվում է, որ նման միջոցներ սովորաբար ձեռնարկվում են քաղաքի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի, այդ թվում ենթադրաբար ամերիկյան եւ իսրայելական ծագման ԱԹՍ-ների հայտնաբերման դեպքում։ Իրանական լրատվամիջոցները, մասնավորապես Ֆարս գործակալությունը, հայտնում են պայթյունների սարսափելի ձայների մասին, որոնք միաժամանակ գրանցվել են Թեհրանի առաջին, 4-րդ, 11-րդ, 13-րդ եւ 21-րդ շրջաններում։ Ավերածությունների եւ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada Express ավիաընկերության ինքնաթիռի եւ հրշեջ մեքենայի բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ, այս մասին հաղորդում է New York Post-ը։ Գործակալության տվյալներով միջադեպի պահին մեքենայում գտնվող 4 հրշեջները լուրջ վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ բախման պահին ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր եւ նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մարտի 23-ին Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի։ Միջադեպից հետո Flight Radar 24-ը հայտնել է Նյու Յորք Լա Գուարդիա օդանավակայանի ժամանակավոր փակման մասին։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Panorama AM-ին։